Բանակային ընկերդ էր, որ Հա, բանակային ընկերներ։ Կապ ունես հետ։ Չէ, ինքը հաջորդ օրը մահացավ, էլի Մարտպերգելուց մահացել է։ Մի հատ բան եմ երել, որ իմ ընկերոջս միշտ հիշեմ, իր այրածը միշտ հիշեմ, ինձ երես տաժվածքները, իրան։ Հերոստը խելքը մեջ, ելանված ուքնի մեջ, սովել չկա տղեք, կրվի ժամին։ Ողջույն ընկերներ, դուք Արգամ վլոգի YouTube-յան ալիքում եք, ես Արգամ Մուսյանն եմ։ Մենք դարձյալ վերադարձել ենք Գյումրի եւ շարունակում ենք բացահայտել Գյումրվա հերոսներին։ Շտապում ենք Մկրտչյան Ռոբերտի բնակարանով, ծանր վիրավորումներ ստացել պատերազմի հետևանքով եւ մեր խնդիրն է հասկանալ թե ինչով կարող ենք օգտակար լինել տղային։ Լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոս տղաների մասին ավելի շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Հատուկ շնորհակալությունս հայտնում եմ բոլոր սրտացավ մարդկանց, որոնց շնորհիվ մեր նախագիծը երկար կյանք է ունենում եւ մենք կարողանում ենք ամեն օր մի քանի նկարահանում անել եւ հենց հաղորդաշարի շրջանակներում զինվորներին դրամական նվերներ փոխանցել։ Եթե ցանկանում եք միանալ բարի գործին, ապա բանկային փոխանցումները տեսնում եք ձեր էկրաններին։ Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Դիանա Սիմոնյանին, ով մշտապես աջակցում է մեր հաղորդաշարին։ Բարև ձեզ, կարելի է։ Որտեղ է Ռոբերտը։ Ռոբերտ ջան։ Ինչպես ես։ Լավ ես քեզ գոհ։ Տրամադրությունը։ Ռոբերտ ջան, ո՞նց ես։ Ո՞նց ես քեզ գոհ։ Ոչինչ, վերականգնելու փոլի մեջ։ Վերականգնողականի մեջ ես հասկացա։ Իսկ ոնց հասկացա, պարկած ես լինում ամբողջ օրը։ Հա, հիմնականը։ Պարկած։ Ռոբերտ ջան, եթե քեզ համար դժվար չի, ցավալի չի պատերազմի մասին հիշելը, կուզեմ սկսենք ամենասկզբից։ Որտեղ էր կռվում, երբ վիրավորվեցիր, ինչ վիրավորում ես ստացել։ Ես իրանիկներ եմ կռվել։ Մենք հետախուզական տասագից ենք ամենավտանգավոր պոստը իրանիկների կպահենք 103 մարտական դիրքը ամսու 25-ին, սեպտեմբերի 25-ին հերթափոխ էր 1401 Միսվաշտը Կիշնի, Միսվաշտը Կելնի հանգստանալով դες հերթափոխները ամսու 25-ին հելանք մեզի թուղթ եկա, որ զգոնացում ու շատ եղեք բան ամսու 26-ն էր իրիկունը 27 լույս 27-ին կայնած ենք պոստին ու սաղ բանի Թուրքիայի գյուղերը, քաղաքները մեր մոտից գերեվար իրանիկները բարձր անդառային պայմանները իրանք ցածիկ են մեզնից, իրանց գյուղերը, անդառները ամեն ինչ գերեվա իրանց ու մոտ 1000 լույս իրիկունը իշխորսպես մանր գերեվա էլի ու սես պայտակ ձեներ կուկար ուշադրությունս սևերի հետ կոմ ու նայեմ 1000 լույսը մեկից կմարի հենց այդ լույսերը մեկից կմարին իրար հետևից ու տեխնիկայից են կուկա շարաններով տեխնիկա լույսերով պես թակում չեր էլի շոր բացահայտ իրանք իրանց էին էլի գյուղերի ժողովրդին տարան էին կամազներով քանեին Իրանց գյուղերի ժողովրդին կամազներով քանեին այդ գյուղերի մեջ, հա, այդ գյուղերի մեջ տեխնիկա կլացեին հերադակի բանով օգնությամբ նայել ենք տեսել ենք զեկուցել եմ մեր լեյտենանտին մեր լեյտենանտը Կարեն Չալաբյանին գյուղին ու հետո եկել է գյուղը տեսել է ամեն ինչ ու ժամը 7:30 առավոտ 27-ի լույս առավոտ 7:30 առաջի սնայրատը գցել են մեր վրա ու տարբեր ուղղությամբ մենակ մեր վրա չէ Թալիշը շատ շուտ իրանցն է եղել Թալիշը հարթ տարածություն է իրանք ու Թալիշը նույն բանի վրա են ուղղության վրա են եթե Թալիշը չգրավեին իրանիկներ չէին կարող են ինչ որ անդունդ է մենք ենք ու Ադրբեջանն է բայց Թալեշով կողքով ճամփա կար
Թալիշից եղանիկներ։ Դες եկել էին եղանիկներ, ուղղակի մենք հետ քաշվանք, որ դիստանցիա yani հեռավորություն շատ զով վիրավոր չտալու համար։ 3 post մոտավոր հեռու գնացինք ու դեղից արդեն Կարեն Չալաբյանի հրաման տված հրամաններով առաջ կեշտայինք։ Մինամյոտները կխփեին, մի post հետ կեշտայինք, երբ մինամյոտները կբրզներ առաջ կեշտայինք, զորք իրանք բերեին, եթե մինամյոտ չկար, մենք զորքը բերեն առաջ։ Այդ տակտիկայով շարժվել պահել ենք post-երը։ Արդյունքում եզակի դիրքերից է, որը մեր մոտ է այս պահին եւ նույն պատերազմի օրերին խոսում էին այնտեղ մարտունակությունից ու կարգապահությունից, պատերազմական կարգապահությունից, դա ինչը բնականաբար լավ հրամանատարի արդյունքն է։ Սեպտեմբերի 29-ին եմ վիրավորվել ժամը մոտ 5-ին։ Ինձ վիրավոր վախտի մնգերսը փրկին, մնգերսը ինձ օգնություն ցույց տվել Հավդիսյան Էլֆիկը։ Ու բարեբախտաբար նավելի ամեն ինչ վիրավորումը հիշում ես։ Հա, մենք ընտանուր մի հատ տեղ էինք ու այդ տեղը իրանք անօրտաչու սարքերով նկարել էին։ Ու բաները, մինամյոտ սնայրատները մեր վրեկներ։ Մենք զայկուցեցինք, իրանք մեզ հրաման տվեցին, որ եշտանք մոդագա ուրիշ դիրք։ Ճանապարհով կեշտայինք ու սնայրատը գցեցին։ Ձախ կողմից սնայրատը գցել են, ճանապարհին քայլելուց աջ ֆոտկս է առաջ եղել, աջ ֆոտկս տակից, ծնկի տակից հարվածը մտել է բեկորը։ Ազդրի հատվածը չարտել է աստրը։ Ու բեկոր ներկան, ոտքի ներկևը բան։ Ու այդ բանին Էլֆիկ Ավետիսյանը մեզի օգնել է ճանապարհի կողքը փոս կար, այդ փոսի մեջ վիրակապել, ավտոյով իջեցնել, ամեն ինչով օգնել է մեզի։ Հետո Մարտակերտ առաջի բուժօգնություն են ցույց տվել, Ստեփանակերտ վիրահատեցին իրիկունը, ոտքիս երկաթները տեղադրին դրսից։ Դո եկել եմ Ասխիկ հիվանդանոց Երևանի։ Մոտ մի ամիս պարկել եմ, 2 կոման այդ հոգաբորբեի, այդ սրտին մնալու երևի այդ հետևանքներից էր էլի։ Ու այդ հոգաբորբը բուժվելուց հետո էլի վիրահատություն, ոտքիս երկաթները հանել, մեջից են տեղադրել, ծնկից մինչև ազդրային հատվածը։ Անշարժացնելու համար մոտ 4 տարի պետք է մնա այդ երկաթը, դու էլի վիրահատության տեսքով հանեն երկաթը։ Ինչքան ժամանակ վաճառող է Ռոբերտ։ Ինձ 3 ամիս էր մնացել, որ պատերազմը սկսվավ, 100 օր մնացած վիրավորվա։ Այո։ Ռոբերտ, կարևոր է ոնց հասկանում եմ մարտունակություն տեղն է, Գյումրեցուն հարի ժպիտը տեղն է, որովհետև գյումրեցիներին նկարում եմ, ասենց սա ասում եմ, ասենց ժպտերես, գեղեցկադեմ երիտասարդներին դու բացառություն չես ու դու այնքան ուժած, որ ավելի լավ է լինելու ու այդ քո դրական պոզիտիվ վիճակից ավելի շուտ ես կազդուրվելու։ Անպայման։ Դա գիտես չէ՞, կազդուրման փուլում շատ կարևոր դեր ունի տրամադրվածությունը առհասարակ։ Ռոբերտ, գիտեմ, որ հեշտ մանկություն չի եղել։ Հա։ Գիտեմ, որ հայրդ մահացել է եւ մայրդ ձեզ մեծացրել։ Հա, հայրս մահացել է, մենք 3 երեխա ենք։ Քանի տարեկան եք։ Ես 10 տարեկան եմ եղել, որ հայրս մահացել է։ Այրան խնդիր։ Ու մի արդեն իմ հերցը ես պետք է շարունակեմ ոտի հելնեմ ու բուժում գործի անցնեմ ես խոհարար։ Խոհարար ես։ Ուզում ես խոհարարական Հա։ Աշխատում եք մինչև բանակայտար։ Հա, աշխատել եմ ռեստորան, կաֆե։ Փոքր տարիքից այսինքն աշխատում ես։ Հա, սիրիական ռեցեպտներով Իմպերիալ Արևելյան խոհանոցն եմ աշխատել, Սիրիա հայ պողր պետիկի հետ։ Ու շատ տուրիստուկա, հա։ Խոհանոցներից վրացական խոհանոցը ամենաշատը տուրիստուկա, քաջողույս արկել է։ Ու
Երևի որ կարողանամ բացել վրացական խոհանոց բացել։ Դու ուզում ես քոնը բացես։ Դե վերապատրաստվել, աշխատել, համոդեռնել նոր իմս արդեն բացել։ Ես կարծում եմ դու նույնիսկ մի քան ռեստորան ես ունենալու սեփական, այսինքն համոզված եմ, հա, ու այլ տարբեր չի քննարկում, չէ՞, որովհետև նպատակն այդ կարծում եմ մեծ է։ Ոչ մի։ Ինչի կարիք ունես այս պահին, որ մենք կարող ենք օգտակար լինել քեզ կամ շատ բարի մարդիկ կան, որ ուզում են զինվորներին ժպիտ ուղղակի պարգևեն, հա, ինչի կարիք ունես, սա ոչ թե օգնություն դիտարկիր, այլ բոլորիս պարտքը համարիր, որ մենք ուղղակի ուզում ենք դրական էմոցիաներ քեզ փոխանցել, որպես հայ զինվոր, որ դու այդ դաշնության ականատես ես եղել եւ ուղղակի մեր շնորհակալություն լինի դա։ Ոչ մի բան պետք չէ, վերաբերմունքը արդեն ինձ համար ամեն ինչ է։ Մերսի շատ։ Ապրես, որովհետև դու այնքան ուժեղ ես, որ կարող ես ինքդ ստեղծել լիքը բան։ Ապրես։ Մեր հաղորդումը քանի որ շատ բան մարդիկ են նայում, նրանց միջոցով ստեղծել ենք փոքրիկ բյուջե, որը մասնատում ենք եւ փորձում ենք ամեն զինվորի տուն գնալիս հաճեր նվեր փոխանցել նրան։ Դա էլ եմ ասում որպես նվեր դիտարկիր, ոչ թե որպես օգնություն, հա Ռոբերտ ջան։ Եվ շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարեսիրտ մարդկանց, ովքեր աջակցում են զինվորներին եւ մտածում են զինվորների մասին եւ նրանց միջոցով մենք կարողանում ենք ավելի շատ զինվորներ ներկայացնել, Ռոբերտ ջան։ Եվ այնքան սրտացավ սփյուռք ունենք, որ գիշեր-ցերեկ զանգում են, զինվորներից են հարցնում, փորձում են օգտակար լինել, շատ շնորհակալ եմ ձեր հայ տեսակի համար, որովհետև դրսում ապրելով հայությունը չկորցնելը դա բավականին բարդ բան է։ Շնորհակալություն բոլոր մարդկանց, որոնց աջակցության շնորհիվ հենց մենք հաղորդման շրջանակներում կարողանում ենք դրամական նվերներ փոխանցել զինվորներին եւ այսօր էլ բացառություն չի Ռոբերտ ջան։ Ես ուզում եմ փոխանցել բոլոր բարեսիրտ մարդկանց շնորհիվ ստացված բյուջեից գումար, որը կարծում եմ քեզ համար ինչ-որ նպատակային առիթով կծախսես եւ շնորհակալություն բոլոր բարեսիրտ մարդկանց։ Եթե ցանկանում եք միանալ բարի գործին, ապա բանկային փոխանցումների տվյալները տեսնում եք ձեր էկրաններին եւ նկարագրության բաժնում տեսանյութի։ Սա ընդունի բոլորիս կողմից։ Մերսի շատ շնորհակալ եմ բոլորից։ Ինչպիսին է տղաների մարտունակություն Ռոբերտ։ Պատերազմի օրերին։ Շատ բարձր։ Հաղթելու են, կռվում էին, հա։ Հաղթելու ենք ու ուրիշ ոչ մի բան չէին մտածում նրանք, էլի միշտ առաջ ու կարևոր չէր մենք տեխնիկա չունեինք կամ վատ վիճակ էր կամ զորք չունեինք, իրանք ուղղակի կմտածեին իրանց պոստերը պահելու համար։ Իսկ ամենադժվար օրերը որոնք էին, ինչերի միջով եք անցել, որովհետև շատ մարդկանց հետ արկիա թե պատերազմի վաղտ այդպես դժվարություն չեմ տեսել, որովհետև չենք հասկանա ուղղակի ինչ էր, ուղղակի մոտ 3-4 օր չենք քնել, բայց բան չենք զգա էլի, մենք որ հոգնածություն կամ ինչ որ մի բան։ Մենք մենակ մտածեինք մեր գործողությունների մասին, թե հետախուզության մասին, հետախուզենք։ Մայրիկի քույրիկի հետ կարողանում եք կապ հաստատել։ Զանգում եք տուն։ Վիրավորվելուց ես մոտ 30 րոպե առաջ խոսացել եմ իրանց հետ։ Դա վիրավորումից հետո Մարտակերտի բժիշկը խնդրել է համարը տվել եմ մերոնց, որ զանգե կապ հաստատե, ասել որ վիրավոր եմ։ Մինչև վիրավորը չէր կարողանում կապվել։ Զանգել տուն։ Զանգել եմ վիրավորվելուց 30 րոպե առաջ մոտավոր զանգել էի տուն, ասեցի որ նորմալ է, կախեցի ու հետո հրաման ստացանք որ դեշտանք ուրիշ պոստ, ուրիշ դիրք մոտակա։ Ու այդ ճանապարհի վրա եղավ այդ քայլելուց աչ ոտքս էր առաջ եղել, աչ ոտքից մեջ է բեկորը մտել ու ես կողքի վրա եմ եղել, եթե ուղիղ եղների ձեռքերիս եկիկներ, կողքի վրա եմ եղել, պրոնիկի կողքերով ասկոլկեկներ, մի քիչ ստոշիս հատվածներ, այդ հեչ։ В общем, սա անցողիկ է, կարևորը սորից հետո ամուր բանակ ունենանք, ոչ մի բանի պրոբլեմ չունենանք, որ այսպես բաների առաջ չկանենք։ Ես հիանում եմ մեր հայ զինվորների մարտունակությամբ ու տրամադրվածությամբ, որովհետև
Չգիտեմ, ժպիտը հաղթահարում ամեն բան, իսկ կոնկրետ գյումրեցի զինվորների մոտ ժպիտը կարծես թե անպակաս է։ Մայրիկի հետ հիվանդանոցում եղավ հանդիպումը։ Հիվանդանոցում եղավ։ Նկարներն ես հանդիպումից։ Չէ, բան չէ։ Սեպտեմբերի 29-ին Իրիկունը ես Մարտակերտ գնացի, Մարտակերտից անաբախ Ստեփանակերտ վիրահատություն ներեցին, այդ գիշեր լույս դեմ 30-ին տեղափոխեցին Աստղիկ կենտրոն Երևանը։ Ու այդ ընթացքում մերոնք հիվանդանոցն են եղել, ես տեսել եմ մերոնց ժամանակից շուտ, բայց Հոգեբանական վիճակը ոնց էր ու ոնց է։ Շատ լավ էր, ուղղակի տրամադրությունը բան էր, մի քիչ դուխային բավ, որովհետև պես պիտի չեղներ էլի, ուղղակի, չգիտեմ, ես շատ կուզեի այնտեղ մնայի ու տեսնեի ինչ ավելի շատ բաներ տեսնեի, ավելի շատ բաներ մտածեի ու հասկանայի էլի։ Ու 3 օր եմ եղել, ահագին բան տեսել եմ, բայց էլի կուզեի այնտեղ եղնեի, մարդկանց օգնել։ Ընկերներդ էլ լինեի։ Ինչ-որ իմ ընկերս ինձ օգնեց, դες ես էլ իրանց օգնել։ Էլի հասցրել եմ, բայց բանակային ընկերդ էր, որ բանակային կարծես թե։ Կապ ունես հետ։ Չէ, ինքը հաջորդ օրը մահացավ, էլի Մարտպերկելուց մահացել է։ Հայկավանից, ինքը Հայկավան կապրեր, Ավետիսյան Էլֆիկ։ Իր այդ է ամենամոտիկը բանակտեղ ամեն ինչով իրար հետ կիսվել, բան ու հաջորդ օրը այդ դեպքը եղավ իր հետ։ Շատ ընկերներ կորցրեցիր։ Ինչպես ահագին մարդիկ կային, բայց ամենացավոտը ամենամոտիկ ընկերն է էլի, ուղղակի։ Բանակում եք ծանոթացել։ Բանակում, հա։ Ընտանիքի հետ կապ ունես։ Ընտանիքին շաբաթը մոտ 2 անգամ ես եթե վիճակի անեմ կեշտամ շփվենք, ծանոթություն, ամեն ինչ։ Այդ ես իրա լավության տակից ինչ կուզենամ չեմ կնա դուս կամ բայց գոնե էշտալ գալով մի փոքր բանից ինչ-որ հանգիստ կանեմ, որ ես դերել եմ։ Ընտանիքն փորձում է որդու կարոտը եւ քեզնից հանել։ Ու ես մի հատ բան եմ երել, որ իմ ընկերոջս միշտ հիշեմ, իր այրածը միշտ հիշեմ, ինձ երես տաժված կմերը, Կա։ իրան։ Իր անունը Էլֆիկ էր, կյանքս կյանքիդ քնով է։ Նորից արել տաժվածք։ Վիրավորվելուց հետո եմ երել։ Դե որպես ինքնուրույն իմ կյանքս կփրկեր հենց այս դիրքով նկարը կազմեցի ու պես խնդրեցի որ հենան։ Նկարի դու ես նկարել այսինքն։ Հա, նկարել եմ։ Հեղինակը դու ես ու ձեռքիդ տպել է։ Դաժան պատմություն է մի քիչ։ Անդեպքում դու այս պահին պետքա ապրես այնպես, որ ապրես նաև նա փոխարեն եւ իրականացնես նաև նրա երազանքները։ Բարդ կտա մեծացել նրա ընտանիքի առաջ։ Ու ես փորձեմ որ բանորի մետս կիսվել է ինչ որ ուզեցել է ինքն է, կփորձեմ ես անեմ իր տեղը։ Որ անկադար չանի իր երազանքները։ Վիրավորվելուց ովքեր առաջ էին չկբավ իրանց բեկոր հետևի հատվածը ովքեր որ կային իրանց կբավ 6 հոգի վիրավորվան 3 հոգով Գերոջս օգնությամբ իրանց տարել են հոսպիտալ, վիրակապել ամեն ինչ։ Ու այդ հետ ընկնելու պատճառը ուղղակի մի բանն էր Ավետիսյան Էլֆիկի զենքը խափանված էր ու շատ վտանգավոր էր պայթուն առաջանալու համար էլ մոխա տեսակի զենք է։ Ինքը սավ հանեն վերև անդարի մեջ ավելի ապահով տեղ, որ մարդ չանի, տնենք ընդեղ, հետո գնալուց կվերցնեմ։ Ու ինքը ուրիշ զենք էլ ուներ իր մոտ։ Այդ վախտոր սեցին մոդակա թիր գնացեք։ Գնալու վախտ ասեց էշտամ զենքս վերցնեմ։ Ասինք ունի զենք, շուտ պետք է էշտանք լավ է, մի էլ այդ զենքը վերցրա, չէ պետք է էշտամ այդ զենքն էլ վերցնեմ։
իրան սպասեցինք, ես ու Դավիթ Լենագանցի Դավիթը սպասեցինք, դանդաղ կեշտայինք, ինքը քսեր գնացեք, մենք չէինք կեշտա, ու այդպես իրան սպասելով կեշտայինք, ինքը ինձնից 2 մետր հետև էր։ Բեկորը նոր կբավ, ես սկզբից չզգացի, որ ինձի բեկոր է կբել, վերևից տղաները վերևելան իջան, ուզեի եշտայի օգնություն ցույց տայի ու կչոգեմ ոդկս չի շարժվի вообще ու ինչ-որ տականա ոդկս ու արդեն չոգեցի որ ես էլ եմ վիրավոր դարա նայ Էլֆիգին խմպանչե ընկերոջս նայ բազելով կուկար արդեն օգնելու ես մեզ օգնություն ցույց տվավ ճանապարհ ներքև հաջորդ օրն էլ էլի վիրավոր մարդ բերգելու վաղտ իրան սնայպերով խփել էին ապսոս չեն կարողացել բերգել Ավեշ պարկ բոլոր հերոսներին նահատակված կարծում եմ պարտք ենք ազգովի նրանց եւ մինչեւ կյանքի վերջ կլինի այդ պարտքը մեզ վրա որովհետեւ ինչ էլ անենք չեն կարող ինչ-որ չափով մխիթարել վիշտը ոչ ընտանիքի ոչ նրանց արածը չեն կարող իրանց արածը այնքան մեծ բան է որ ինչ էլ անենք իրականում դա քիչ է հավեշ փառք բոլոր նահատակված զինվորներին ես քեզ ուժ եմ մաղթում համառություն պայքարելու առումով եւ այնքան ուժեղ ես ու ամենացավալի թեմաներից դու խոսում ես ժպիտով դրա մասին լիքը բան արդեն խոսում է ու ես համոզված եմ որ դու կարող ես նաև այս этаպը հաղթահարել, այս անանցանելի этаպը եւ այն դժոխքը, որ միջով անցել ես, դու եւ քո զինակից ընկերները, այս բուժման ընթացքը շատ փոքրիկ դժվարություն է համեմատած նրա։ Եվ ես համոզված եմ, որ հիմա չես քայլում, այսինքն դժվարանում ես քայլել հիմա, բանը ձեռնափայտերով կարողանում ես։ Ամեն դեպքում ես հանդիպմանը ես ուզում եմ, որ առանց ավելորդությունների լինես առանց քայլակների եւ ավելի լայն ժպիտով արդեն մեզ հետ դու էլ միանաս ոնց որ այսօր միացել եմ անպայման շուտ աբակինում որ ես իմ ընկերոջս համ գործերը համ իր կոպիտ չեմ ուզեսեմ գերեզմաները բան ես սարքեմ ամեն ինչ ու չունեմ կապը միշտ կա էլի իրանց հետ Ապարտեմ քեզնով, շնորհակալություն քո կատարածի համար եւ համբերություն եմ քեզ մաղթում։ Մերսի շատ։ Ապրես։ Գյումրվա նկարահանումների հարցում ինձ օգնում է Դավիթը։ Դավիթը մեր Վանաձորի հերոսներից մեկն է, ում էլի նկարել ենք ու Ֆարկաս Աթեյան լավ ազգում եւ միացել է ինձ, որպեսզի ես էլ կարողանամ հեշտ ամեն ինչ իրականացնեմ ու փորձում արդեն բացահայտել այլ հերոսների։ Ուզում եմ այնքան դու էլ Դավիթին մարշրուտ ապակինվես, որ դու էլ միանաս մեր թիմին, եթե ցանկություն կունենաս, հա, ու մեր նպատակը հենց հաղորդման շրջանակներում ստեղծել թիմ զինվորների մասնակցությամբ, ամեն մեկը մի հատ տաղանդ ունի, փորձենք դա իրականացնենք ու հենց այս նախագծի շրջանակներում լուծենք նաև նրանց աշխատանքի հարցը, հետագայի պլաններն եմ ասում, եւ կարծում եմ բայասիրտ մարդիկ իրականում այդ առումով էլ մեզ կօգնեն ու մենք կարողանանք նաև որպես աշխատավարձ տրամադրել զինվորներին իրենց արած աշխատանքի համար, հա, չնայած այս բանին նրանք ամեն ինչը կամավոր հիմքերով։ Ես քեզ շնորհակալություն եմ հայտնում հետարքի զրույցի համար։ Ներողություն եմ խնդրում, եթե ստիպված եղար մտքերով գնալ դեպի դառը հիշողություններ, բայց գիտես, չէ՞, հոգեբանական այսպեսի մի բան կա, ինչը քեզ համար դառնա, երբ որ շատ ես խոսում դրա մասին, դուրս է գալիս քո ներսից ինչ-որ չափով։ Հա, դա համար կարծում եմ ինչ-որ չափով կարողացար դուրս անել ու այդ ներսից այդ վիճակները կարողացար ձեռք ազատվել, հա, դրանցից ազատվել։ Շփվելուց ավելի հանգստություն կյանե, քան մեջը պահելուց, բայց կան բաներ, որ ես ինչ որ տեսել եմ, չեմ ուզել, որ իմ դիմացինս լսել։ Ուղղակի այդ ցավը ինչ որ ավելի շատ մարդիկ կապրեն ու այդ չուզենալով չեմ ասել։ Պետք չէ։ Ապրես ես ցանկանում եմ, որ նմանատիպ ցավեր ապրելու առիթ ունենաս երբեք ու կյանքում ուղղակի միշտ լուսավոր լավ դրական մարդիկ քեզ շրջապատեն, որոնք քեզ կերջանկացնեն, դա շատ կարևոր է։
Որտեվ դու դրան արժան ես, որտեվ ինքդ ես շատ դրական կերպար ես, ապրես։ Դուք ապրեք շատ։ Պարտեմ որ քեզ ճանաչում, շնորհակալություն քո կատարած աշխատանքի համար։ Ես ես եմ շնորհակալ, դուք շատ լավ բարի գործի վրա եք ու կգնահատվի շատ ձեր։ Ապրես շատ, ապրես սատանում։ Հարգելի հետևորդներ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք, մենք Գյումրիում ենք, Մկրտչյան Ռոբերտի բնակարանում ենք, լսեցինք Ռոբերտի պատերազմի պատմությունը, հասկացանք ինչ վիրավորում է ստացել եւ ինչ էտապում է այս պայմանավորման ընթացքը։ Լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոստանալների մասին ավելի շատ մարդ իմանա։ Ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր միացել են մեր աշխատանքին եւ օգնում են զինվորներին եւ հենց այդ աջակցությունների հաշվին մենք կարողանում ենք հաղորդաշարի շրջանակներում դրամական նվերներ փոխանցել զինվորներին եւ ժպիտ պարգևել նրանց։ Եթե ցանկանում եք միանալ բարի գործին, ապա բանկային փոխանցումների տվյալները տեսնում եք ձեր էկրանների եւ տեսանյութի նկարագրության բաժնում։ Ձեզ հետ արգամություններ կհանդիպենք հաջորդ արմարառիթի դեպքում բացահայտելու մեր հերթական հերոսին։ Հերոս տղերքը մեր, ելանված ուքնի մեջ, զոհվել չկա տղեկ, կրվի ժամի